Մասնավորից կառավարումը անցավ պետությանը։ Ո՞վ է կառավարելու։ Այն մարդիկ, ովքեր անիվ հիմնադրամի միջոցներով իբրև թե կառավարում էին հայկական ավիաուղիները եւ տարան սնանկացման եւ լուծարման, այն մարդիկ, որոնք որ ամեն օր հանրային կյանքի տարբեր ոլորտներում ձախողվում են, այն իշխանությունը, որը ինքը հենց իր ղեկավարի միջոցով փաստել է եւ արձանագրել է, որ իրենց մասնակցությունը պետական մասնավոր բիզնես գործընթացներին ձախողված է եղել եւ շատ վատ գաղափար է եղել, այսինքն հիմա այդ մարդիկ ուզում են ասեն, որ իրենք վերցնեն այդ հեծը կառավարման, դրանից օգտվելու է սպառողը, մենք քաղաքացիները, օգտվելու է տնտեսությունը եւ բոլոր այդ խնդիրները, որոնք 7 տարի իրենց լուծման ենթակա են եղել, չեն կարողացել լուծել, հենց դարձան սեփականատեր լուծելու են, ակնհայտ սուտ է դա։ Հեծի մասին մեր դիրքորոշումը շատ պարզ է եւ հետեւյալն է։ Սեփականության ձևը փոխելով աշխարհի փորձը եւս ցույց է տալիս, որ այս խնդիրները չեն լուծվելու։ Խնդիրները ավելանալու են նաեւ մեր երկրի ներդրումային վարկանիշի տեսանկյունից։ Խլել միջազգային բիզնես, այնել այսքան ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, սա ուղիղ հարված է լինելու Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրին։